նշեցիք, որ ամենակարևոր բաներից մեկը ընկալումն է, այսինքն այն հարցը, թե մեզ պետք է հանքարդյունաբերություն, թե ոչ, պետք է փոխարինել այն հարցով, թե մեզ ինչպիսի հանքարդյունաբերություն է պետք, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը ոնց պետք է լինի, ու համաձայն է, որ այդտեղ շատ կարևոր է երկխոսությունը, բայց ինքս մինչև պատգամավոր դառնալը, քանի որ երկար տարիներ զբաղվել եմ տնտեսական լրագրությամբ, ու այդ երկխոսության դժվարություններին բավական ծանոթ եմ, գիտեմ, որ այդտեղ բավականին լուրջ մարտահրավերներ կան։ Այ դուք ինչպես եք պատկերացնում այդ երկխոսության բարելավումը, հատկապես երբ որ շատ դեպքերում, եթե անկեղծ լինենք, այդ երկխոսությունը կարող է միտումնավոր աղավաղվել, այսինքն փաստերը կարող են աղավաղվել եւ գնալ ինֆորմացիա, որը հատկապես երբ որ բնակչության ոչ բավարար տեղեկացված լինելու մակարդակում կարող է տարածվել ու արդեն ընկալումը անշրջելիորեն փոխել։ Հիմա դուք այդ բարելավումը ոնց եք պատկերացնում անել։ Համառոտ Ես սկսեմ այս լայնածավալ հարցին փորձեմ արագ պատասխանել։ Տեսեք, ձեր հարցը սկսեց շատ կարևոր ոնց որ հարցադրմամբ, հա, ինչպիսի հանքարդյունաբերություն ենք մենք ուզում, որտեղ իսկապես պարզապես հանքաքար անդերքից անել վերամշակել եւ թողել խնդիրներ հետագա սերունդներին, դա անպատասխանատու գործելավոճ է։ Մենք կարող ենք կրկնապատկել մեր արդյունահանումը եռապատկել, բայց եթե էթիկայի կոմպոնենտը չներդնենք, չկիրառենք, այդ դեպքում ոչ ոքի պետք չի դա, ասենց ասեմ ձեզ էլի պարզ։ Իսկ էթիկան դա բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ճիշտ մոտեցումն է։ Այդ դեպքում դուք ապահովում եք թե մեծ արդյունաբերություն, եռապատկվող, քառապատկվող, թե ճիշտ մոտեցում։ Այսինքն այդ երկուսը պետք է համադրել։ Եթե ուզում եք համահունչ քայլել այսօր աշխարհին, առանց այդ երկուսի համադրության անհնարին է եւ արդեն շատ փորձեր կան աշխարհում եւ օրինակներ, որ դա արդեն կարծրատիպ չէ։ Այդ կարծրատիպը վաղուց արդեն կոտրվել է։ Այդ երևի ամենակարևորը երկխոսությունը, այո, ես ինքս փորձ ունեմ այտենց տարբեր մանիպուլացնող խմբերի հետ բազմաթիվ անգամներ շփվելու, բայց դա հենց այն ռիսկն է կամ այն ակնհայտ ճշմարտությունը, որին մենք բախվում ենք եւ այդ հարցի լուծումն էլ է հենց ընկած երկխոսության մեջ։ Ինչպես պարոն փոխնախարար նշեց, իրենց մոտ էլ կար, ասենք կարծրատիպ, չէ, որ այս խումբը ավելի կողմ կլինի, քան այս մեկը, որտեղ հանքարդյունաբերությունը մի քիչ ավելի ջղային, մի քիչ ավելի վատ մարդիկ են, բայց իրականում պարզվեց ճիշտ հակառակը մեր տեսանկյունից, ասենք մեր բանով։ Բայց երկխոսությունը կարծրատիպերը պետք է կոտրել։ Եվ ինչքան շատ լինի երկխոսություն եւ ինչքան շատ ավելի կրթված լինի հասարակությունը հանքարդյունաբերության տեսանկյունից, այդքան ավելի դժվար կլինի իրենց վախերով մանիպուլացնել։ Հենց այդտեղ է թիրախը, մենք որպես ոլորտ, միգուցե նաև կառավարությունը որպես գործընկեր, այսինքն իրար ստեղ գործընկերներ, հենց այդ է թիրախը, որտեղ որ մենք պետք է մեծ աշխատանք իրականացնենք եւ այո, վախերով այսօր հնարավոր է լուրջ մանիպուլացնել մեծ զանգվածներ մարդկանց եւ լրիվ ուրիշ ուղղությամբ տանել։